Ընդդիմադիր համայնքապետեր կան կալանավորված, որոնցից մեկը Գյումրիի քաղաքապետն է։ Ձեր կարծիքով իշխանություններին այս ճանապարհով կհաջողվի պահել իրենց իշխանությունը, դեռ մի բան էլ 2026-ին ստանան ժողովրդի քվեն։ Այդ բանով իրանք արդյունքի չեն հասնի։ Այդ ժողովուրդը քանի կնա հետ կգա։ Դա միֆ է, նա այլևս սպառված է։ Նրանք չունեն ոչ հեղինակություն, ոչ արած գործ, ոչ ժողովրդին որևէ ձևով կաշառելու հմտություն, ունեն այդ հմտությունը, բայց այլևս դա չի գործի, դա միանշանակ վերջին ճիգեր են գործում եւ հստակ է, որ հունվարից հետո մենք կունենանք առավել գիտակցված մասսա, առավել համախմբված ազգ, մի բռունցք, որը կպայքարի չարիքի դեմ, 7-ամյա չարիք է, իսկ չարիքի վերջը միշտ էլ 7 թիվը հաղթում է։ Գոյություն ունի բումերանգի հասկացողություն, հնարավոր է պահի, հնարավոր է ոչ։ Ինձ թվում է ավելի շատ ատելություն է մտցնում ժողովրդի մեջ նման պահվածքը, նման գործելակերպը, քան թե օգնում է կառավարությանը։ Դժվար է կանխատեսել։ Չի պահել։ Սա մեր ծրին ինքը պիտի անապահ է թա։ Եթե կերձիկներ չերնի, ինտեղ հարցեր չերնի, ժողովրդը չի ընտրել։ Եթե ուրիշ կելացի մարդիկ եղնին, չի անցնի իշխանությունը։ Եթե այս ձև է, չեմ կարծել։ Կարծել ես ուրիշ ձև է։ Ասելին, եթե սպես պդեշտա, ինչը կարել ես Նիկոլա վաղտ անկարագետ մարդիկ է պերնը ուլիցա է շիրնե կարմիշ պեր է տարողական չգեմ ինչ ամենաշատ է իրանք ինք հանսլեմ ենք ժողովաշտ իմ կարծիքովս սխալ է Չեն կարող պահել, հետո այդ մարդիկը իրանք ավելի լավ կոռուպցիաներիստ են, քան թե այդ մարդիկը։ Իհարկե ոչ, երկրորդ բաբիջակով համայնքապետերին կալանավորել են, ինչի համար։ Նրանք դուն սարկող մարդիկ են, քանդող չեն։ Եթե օրինակ մեր Վարդան Ղուգասյանը, մեր քաղաքապետը, ընդիշ քաղաքապետը իրանց պես դուն քանդել, այսօրվա վիճակով բանդարված չեր են։ Դուն սարկող մարդ ես երկրին պետք չէ։ Դուն քանդող մարդ է պետք։